Հարգելի կառավարություն, ես պետք է ընթերցեմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որպեսզի կարողանամ ձեզ նաև հարցնել։ Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում։ Խնդրանքս մեկն է՝ կենտրոնանաք այս ցավալի խնդիրների վրա։ Հիմա պետք է ընթերցեմ, թե ինչպիսին է մեր վերից վար կոռումպացված դատական համակարգը։ Դատական կաշառքի սակագները առաջի ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում 2,000-ից 15,000 ԱՄՆ դոլար, վճռաբեկ դատարանում 10,000-ից 50,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսին է Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը, դատական իշխանությունը։ Սա իրականություն է եւ իհարկե սա դժբախտություն է։ Եվ այս իրականությունը հաշվի առնելով յուրաքանչյուր դատավորի կարող ենք դիմել ցանկացած արատավոր պիտակով եւ ցանկացած արատավոր գնահատական տանք տվյալ դատավորին։ Հայաստանի Հանրապետության ազնիվ, պարկեշտ եւ լավագույն քաղաքացիներից մեկը այս պահի դրությամբ մեղադրվում է, թե իբրև թե նա վիրավորել է, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավորի նկատմամբ։ Եվ տվյալ անձը, երբ պատիժ է սահմանում առավելագույնը մինչև 3 ամիս ազատազրկում, տվյալ անձը այս պահին գտնվում է բանտախցումն ու Բարաշենք քրեակատարողական հիմնարկում։ Նրան այսօր առավոտ տեղափոխել են հոգեբուժարան, հոգեբուժարանում փորձել են նրա նկատմամբ փաստորեն ապօրինի անցկացնել փորձաքննություն, որը տեղի չի ունեցել փաստաբանների միջամտության հետևանքով եւ նա նորից տեղափոխել են բանտախուց։ Բանտախուցում նա հայտարարել է, որ փաստաբանները հայտարարում են, որ նրա նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, նրա վրա են լցնում սառը ջուր եւ նրան նաեւ ծեծում են։ Հիմա դուք պատկերացրեք, տեղի է ունեցել փաստորեն կալանավորման որոշում, որը իրավաչափ չէ, եթե կա պատիժ մինչև 3 ամիս, ապա տվյալ դեպքում նույնիսկ կարիքը չկա կալանավորել տվյալ անձին, էլ չեմ ասում, որ տանում են, կալանավորում են դեռ ավելի, նրա նկատմամբ խոշտանգում են իրականացնում։ Հիմա դուք, հարգելի կառավարության անդամներ, ոչ մեկը երաշխավորված չեք այսպիսի վարքագծից։ Ես ձեզ ուղղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր, որի իրավունքը դուք ունեք, տեսնեք ինչ է կատարվում այնտեղ եւ գործուն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն։ Այսօր մենք արդեն ականատեսնենք, թե ինչպես է մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն։ Հարցին պատասխանում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Համեցեք տիկին Հովհաննիսյան։ Հասկանալի ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, տիկին Փոստան ջան։ Նախ եւ առաջ ես ցանկանում եմ հստակ սահմանագծել այն իրավական գործունեության ոլորտները, որոնք առնչվում են գործադիր իշխանությանը եւ դատական իշխանությանը։ Այն խնդիրները, որոնք դուք ձեր հարցադրման մեջ բարձրաձայնեցիք, այն մասով, որոնք վերաբերում էին գործադիր իշխանությանը, մասնավորապես վերաբերում են ձեր կողմից մատնանշված անձի պահման պայմաններին։ Հիմա ես կներկայացնեմ այն տեղեկատվությունը, որը ես մինչ այս պահի դրությամբ ունեցել եմ, եւ այդուհետեւ ուրեմն դրանից հետո կարող ենք միասին նաեւ մտածել, թե այս հարցում գործադիր իշխանությունը իրավունք ունի արդյոք միջամտություն իրականացնել, թե ոչ։ Խոսքը վերաբերում է նրան, որ Վարդգես Գասպարին Բարաշենք քրեակատարողական հիմնարկ ընդունվել է 2016 թվականի փետրվարի 19-ին եւ մինչեւ 2016 թվականի փետրվարի 22-ը, այն է երկուշաբթի օրը, պահվել է կարանտինային խցում, ինչպես սահմանված կանոնակարգերն են պահանջում։ Դրանից հետո տեղափոխվել է կալանավորված անձանց պահելու համար նախատեսված խուց, կրկին ինչպես պիտի դա այդպես լիներ։ Այնուհետև խցում նա պարկել է գետնին եւ խցակիցների հետ ըստ էության խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել եւ նա տեղափոխվել է առանձին խուց։ Առանձին խուց մեկ անձի հետ եւ մինչ այսօր, մինչեւ ձեր կողմից մատնանշված հոգեբուժական հաստատություն տեղափոխվել է, գտնվել է այդ խցում ընդամենը մեկ անձի հետ, մեկ կալանավորված անձի հետ։
Քննիչի որոշմամբ է եղել ուրեմն նրա նկատմամբ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակել է եւ փորձաքննությունը իրականացնելուց հետո նա կրկին պիտի վերադառնա քրեակատարողական հիմնարկ որպես կալանավորված անձ այն խուց որտեղ գտնվել է այս պահի դրությամբ Տիկին Փոստանջյան ուզում եմ ձեզ հավաստիացնել որ այն տեղեկատվությունը որին ես տիրապետում եմ մինչև վերջին պահը մինչև անգամ ազգային ժողովի նիստերի դահլիճ գալը այն է որ այդ Վարդգես Գասպարին ընդհանրապես իր առողջական վիճակի հետ կապված որևէ պահանջ նախ չէր ներկայացրել ընդհանրապես, որովհետև նաև իմ հանձնարարականի հիման վրա նրան մոտեցել էին բժիշկները այդ թվում եւ հարցրել էին որևէ խնդիր ունի թե ոչ, նա պատասխանել էր, որ ինքը որևէ խնդիր չունի եւ որևէ բողոք չի ներկայացնում եւ խցակիցները ունեն խնդիրներ։ Այսպես էր եղել նրա պատասխանը։ Այնուհետև նա տեղափոխվել է առանձին խուց, ինչպես արդեն նշեցի, որովհետև պարկած վիճակում է գտնվել եւ լարված հարաբերություններ են եղել խցակիցների հետ։ Որևէ բողոք այլ չի ներկայացրել, մինչև այս պահի դրությամբ արդեն որոշակի տեղեկատվություն կարող է դուք նաեւ ավելի օպերատիվ տիրապետում եք, որ ես առաջին անգամ եմ անկեղծ ասած լսում, որ նա ներկայացրել է բողոք, որ խցակիցները նրա նկատմամբ նախ կհորդորեի նաև տերմինների հարցում մի փոքր ավելի զգույշ եւ ուշադիր լինենք խոշտանգում, հա, եզրույթը օգտագործելու հետ կապված, ես առաջին անգամ եմ անկեղծ ասած լսում, որ նման ուրեմն բողոքի ինքը ներկայացրել, ես խոստանում եմ ձեր կողմից բարձրաձայնված ուրեմն խնդրի հետ կապված հետեւողական լինել եւ բարձել բոլոր մանրամասները Տիկին Փոստանջյան այն ամենը, ինչ արդարադատության նախարարության որպես գործադիր իշխանության մարմնի լիազորության շրջանակներում է։ Շնորհակալություն։ Արձագանքի համար երրորդ խոսափող Զարուհի Փոստանջյան։ Հոգեբուժարանից, երբ նրան արդեն տեղափոխում էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, նրան մոտեցել է Ազատություն ռադիոկայանի լրագրողը եւ նա հայտնել է լրագրողին, որ շատ վատ է զգում, իր ինքնազգացողությունը շատ վատ է եւ այդ մասին նաեւ փաստաբանին է հայտնել, որ իր նկատմամբ տեղի են ունենում խոշտանգումներ։ Նրա վրա լցրել են սառը ջուր եւ նրան ծեծել են։ Ինքը այդ մասին բանավոր հայտարարել է։ Ես խնդրում եմ այս բանավոր իր հայտարարությունը որպես խոշտանգման վերաբերյալ հայտարարություն անպայման քննության առարկա դարձնել եւ հետագայում նաեւ դատարանի որոշումը նրան կալանավորելու վերաբերյալ ես կարծում եմ սա է պետք է քննության առարկա լինի որպես նախարար, որը ով ունի այդպիսի լիազորություններ, որովհետեւ եթե մենք 3 ամիս նախատեսվող ազատազրկման ձևով պատժի համար մենք կիրառում ենք կալանավորում այստեղ արդեն հասկանալի է, որ մենք կիրառել ենք վերջին միջոցը, որը այս պահի դրությամբ բացարձակ անհրաժեշտ չէ, հատկապես հաշվի առնելով, թե ինչպես են մեր դատարանները, ինչ ածականով է մենք դիմենք այսօր մեր դատավորներին, դրանք արդարացված են, դրանք վիրավորանք չեն եւ անհարգալից վերաբերմունք չեն։ Ես հենց այնպես չընթերցեցի այս զեկույցը, որը իրավական փաստաթուղթ է, որը ասում է, թե ինչպիսին է այսօր Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը։ Տիկին Փոստանջյան, նախ եւ առաջ դատական համակարգի հետ կապված սկսեմ նրանից, որ արդարադատության նախարարը իրավասություն չունի միջամտելու դատական գործընթացին եւ քննարկելու կալանավորման որոշման օրինականության հարցը։ Սա առաջին հերթին։ Ինչ վերաբերում է այն կոնկրետ, եթե իրավական խնդրի անդրադառնալուց լինենք, դատարանը փաստարկել է հիմք է ընդունել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը եւ այդ նախադեպային որոշման մեջ որոշակի մեկնաբանություններ կան, որոնց այս պահին ես չեմ ցանկանում անդրադառնալ եւ դրանց գնահատական հնչեցնել, դրանք կոռեկտ չեմ համարում որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, բայց եթե իրավական տեսանկյունից եք հարցը բարձրացնում, ապա այդ նախադեպային որոշման մեջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդգես Գասպարին 2015 թվականի նոյեմբերի 10-ին, 30-ին, դեկտեմբերի 23-ին եւ փետրվարի 2-ին 2016 թվականի համապատասխանաբար չի ներկայացել դատական նիստերին եւ շարունակական այսպիսի ընթացք է ունեցել դատական նիստերին չի ներկայացել, դա համարվել է անհարգալից վերաբերմունք։ Դրա օրինականության հիմքեր, ինչպես արդեն նշեցի ես, որպես նախարար իրավասու չեմ քննարկելու համենայն դեպս գոնե այս պահին, քանի դեռ չկա վերջնական դատական որոշում, ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված սառը ջուր լցնելուն եւ այլնին, ապա ես ուզում եմ կրկին անգամ ձեզ հավաստիացնել, որ այդ տեղեկատվությունը, որը դուք մատնանշեցիք, ես եւս այստեղ դահլիճում եմ ստացել, որովհետեւ մինչ այդ պահը իմ մոտ արկա տեղեկատվությամբ որևէ բողոք չի ներկայացվել։ Այժմ այն բանավոր դիմումը, որը դուք ասացիք, բանավոր բողոքը կամ որը Վարդգես Գասպարին ուրեմն բարձրաձայնել է, ես խոստանում եմ
եւ ամբիոնից պատասխանատու հայտարարում են, որ անպայմանորեն հետեւողական կլինեմ, թեև վստահ եմ, որ նկատի ունենալով ընթացիկ ամբողջ գործընթացը, որ վերահսկողություն է եղել, չեմ պատկերացնում, թե որ process-ում է անկեղծ ասած դա եղել, որովհետեւ խցակիցների հետ լարվածությունն առաջացել է, նորից եմ կրկնում, իր հատակին պարկելու պատճառով, բայց կրկին հավաստիացնում եմ ձեզ հետեւողական կլինեմ եւ այնուհետեւ տեղեկատվությունը ձեզ կփոխանցեմ։ Շնորհակալություն։